Ամերիկայում Դոնալդ Թրամփի հետ կապված նոր սկանդալը նախագահը սոցցանցում տեղադրել է դեմոկրատական նախկին նախագահ Բարակ Օբամայի եւ նրա տիկնոջ Միշելի ծաղրական հոլովակը։ 1 րոպե տևողությամբ վիդեոյում տեր եւ տիկին Օբամաները պատկերված են կապկանման տեսքով։ Հոլովակի ռասիստական ուղերձը վրդովմունք է առաջացրել միլիոնավոր ամերիկացիների շրջանում։ Նախագահը վիդեոն դրել է իր ստեղծած Truth Social էջում։ Նա Բարակ Օբամային մեղադրում է 2020 թվականի նախագահական ընտրություններում կեղծիքների դիմելու համար։ Իսկ տեսանյութի վերջում Բարակ եւ Միշել Օբամաները մի քանի վայրկյան երևում են ջունգլիներում կապիկների տեսքով եւ այդ պահին հնչում է The Lion Sleeps Tonight երգը The Lion King մուլտֆիլմից։ Այդ կարգի այսպես կոչված ծաղրանկարներ, վիդեոներ կամ ստատուսներ Ամերիկայում գրեթե անհետացել են, դրանք միանշանակ որակվում են ժամանակավրեպ եւ անճաշակ։ Վիդեոն հանրության ուշադրության կենտրոնում է նախ եւ առաջ այն տեղադրած անձի քաղաքական դիրքի բերումով։ Կալիֆոռնիայի նահանգապետ դեմոկրատական Գևին Նյուսոմը հատուկ գրառում է տեղադրել X-ում։ Նախագահի գործողությունները նողկալի էին, յուրաքանչյուր հանրապետական պետք է անհապաղ դատապարտի սա։ Սպիտակ տունը 12 ժամ անց հեռացրել է վիդեոն, թեպետ փորձել է տեղադրումը ներկայացնել որպես ոչ ռասիստական։ Թրամփը ասել է, թե որևէ խնդիր չի տեսնում, քանի որ այդ հոլովակը ավելի վաղ տևական ժամանակ պտտվել է համացանցում։ Թրամփը պնդել է, թե իբր տեսել է այդ վիդեոյի միայն առաջին հատվածը եւ դրա ռասիստական մասից տեղյակ չի եղել։ Նրա խոսքով ոչ մի աշխատակից կամ օգնական չի պատժվել, որովհետեւ խախտում չկա։ Թրամփը նաև հայտնել է, որ մտադիր չէ ներողություն խնդրել, այդ մասին նա ասել է օդանավում Ֆլորիդա մեկնելու ճանապարհին։ Ես սխալ չեմ գործել։ Մինչդեռ մեծ թվով քաղաքացիական ակտիվիստներ, սևամորթ, սպիտակամորթ, հանրապետականներ խստորեն քննադատել են Թրամփի ռասիստական վիդեոն, իսկ սևամորթ սենատոր Թիմ Սքոթը սոցցանցում գրել է, թե աղոթում է, որ պարզվի դա ֆեյք է։ Դա ամենառասիստական բանն է, որը երբևէ դուրս է եկել Սպիտակ տնից։ Նախկին նախագահ Բարակ Օբաման անդրադարձել է վիդեոյին։ First of all, I think it's important to recognize that the majority of the American people. Գիտեք, երբ ճանապարհորդում ենք երկրով մեկ, հանդիպում ենք մարդկանց, նրանք դեռևս հավատում են պարկեշտությանը, քաղաքավարությանը եւ բարությանը։ Օբամայի համոզմամբ սա մի յուրօրինակ փորձություն է, որին երկիրն է ենթարկվել։ Լավ լուրն այն է, որ մարդիկ մերժում են ռասիստական մտածելակերպը, ինչի մասին են վկայում հանրային բողոքները։ Ամերիկացիների մեծ մասն ասում է, մենք ապրելու ենք ղեկավարվելով այն արժեքներով, որոնց հավատում ենք, եւ քանի դեռ կան մարդիկ, ովքեր դա անում են, ես զգում եմ, որ մենք այս փորձությունն էլ կհաղթահարենք։ We have folks doing that. I feel like we're going to get through this.